Ձայնդ չի լսվում Աբրահամ։ Okay, շատ լավ։ Հիմա լսվում է։ Մի փոքր շփոթմունք էր։ Բայց փառքաստո, բարի լույս էլի բարեկամներ, ողջունում ենք ձեզ մեր Տեր Հիսուսի անունով, մենք շարունակում ենք մեր եթերը եւ այսօր մեզ միացել է մեր սիրելի Հովհաննես Կիրակոսյան եղբայրը երկար դադարից հետո կարոտել ենք Հովհաննես եղբայր, բարի լույս եւ շնորհակալ ենք, որ միացար մեզ նորից։ Բարի լույս Աբրահամ եղբայր, բարի լույս։ Այո, կարոտը սիրո նշան է։ Շատ լավ բան ասեցիք։ Փաթիոջ, այո, սիրում ենք, կարոտում ենք, որովհետև սիրում ենք։ Հովհաննես եղբայր, մենք մի անգամից պետք է անցնենք թեմային եւ շատ հետաքրքիր թեմա։ Ես մի հարցով կուզեմ սկսենք այսօրվա եթերը եւ այս խոսքը վերցրած է ուրեմն առաջի Հովհաննես 2 որ խոսքից 15 մի սիրեք աշխարհը, ոչ այն, որ աշխարհի մեջ է, երբեմն մենք մեր մեջ ասոցացվում է աշխարհ բառը, ուղղակի այս նյութական մեր շրջապատը եղող երևույթները, որը նեգատիվ երևույթներ են, բայց արդյոք ավելի խորը իմաստ կա սրա մեջ, թե ոչ։ Իհարկե, եւ ճիշտ ես նկատում, որ մենք չգիտեմ ինչի, երբ որ այս աշխարհ բացասական իմաստով այդ մասին խոսում ենք, անպայման գնում ենք, փնտրում ենք մեր շրջապատում կամ մեզնից դուրս, մինչդեռ անգամ եթե մեզնից դուրս գտնում ենք, ելի մեր նման մարդկանց պատճառով է այդ բացասական բնույթը, այսինքն անպայմանորեն կապ ունի մարդ արարածի մեղավոր բնույթի հետ, այդ աշխարհի բացասական բնույթը անպայմանորեն կապված է մեր մեղավոր բնույթի հետ, նաև արարչության մեջ եղող այն սկզբնական անեծքի, իհարկե, որ ստեղծվածներն էլ հառաչում են ցավի մեջ են, դա էլ կա իհարկե, դրա համար աշխարհ բառը ունի երկու իմաստ, մեկը արարված, այսինքն ստեղծագործությունը որպես աշխարհ, իսկ մյուսը այդ աշխարհի մեջի եղող բնույթը Եվ չերևացող։ Այո, եւ չերևացող կամ ինչ որտեղ երևացող, ինչու՞ չէ, որտեղ ամեն դեպքում մենք տեսնում ենք, որ կա այդ չար բնույթը կա այդ աշխարհ կոչվածի մեջ, հետեւաբար հակասություն չկա, ճիշտ է, հունարեն ձեռագրերի մեջ մեկ բառ է գործածվում աշխարհի համար, կոսմոս բառը, բայց եբրայերեն բնույթը տարբեր է, մեկը նշանակում է արարչությունը, ինչպես օրինակ Աստված այնպես սիրեց աշխարհը, տեսնում ես, բայց մյուս տեղը աշխարհի սերը թշնամություն է Աստծո հետ, ուրեմն այս երկու բնույթը կա, որը ես բացատրեցի, թե ինչու։ Շատ լավ, սիրով լսում ենք ես։ Այսինքն քո հարցը շատ ճիշտ էր, այն առումով, որ հենց նրա մասին էլ պիտի խոսենք, որ ոչ թե փնտրենք մեզնից դուրս, այլ մեր մեջ։ Այո։ Եվ դրա համար եկեք ավելի կարդանք ուրեմն այս մեր ընդգծած տեղը, հետո կփորձենք ուրիշ սուրբ գրային խոսքերով նրան ավելի ուրեմն հաստատել։ Ուրեմն առաջի Հովհաննու 2-րդ գլուխ 15 համարից ասում է, կարդամ մինչև 17 համարը. Մի սիրեք աշխարհը, եւ ոչ էլ այն, որ աշխարհի մեջ է։ Եթե մեկը աշխարհը սիրե, հոր սերը նրանում չէ, որովհետև ամեն ինչ որ աշխարհումն է, մարմնի ցանկությունը, աչքերի ցանկությունը եւ այս կյանքի անբարտավանությունը, հորիցը չէ, այլ աշխարհիցն է։ Եվ աշխարհը անցնում է եւ նրա ցանկությունն էլ, բայց Աստծո կամքը անողը մնում է հավիտյան։
առաջկի հայացքից շատ հստակ շարադրանք է Սուրբ գրային, բայց գիտենք, որ Աստծո խոսքը անհուն հայտնություններ ունի եւ կյանք ունի, հոգի ունի իր մեջ։ Դրա համար փորձենք այս տողերի մեջից, տողերի հետևում նրանց միջև եղող այդ հոգին հայտնաբերել։ Ուրեմն ես ուզում եմ համենայն դեպս սրան զուգահեռ երկու համար էլ կարդանք, մեկը ուրեմն Հակոբոս թուղթի մեջ է, Հակոբոս 4:4-ն է, որը հետևյալն է ասում. Շնացողներ, չգիտեք, որ աշխարհի սերը թշնամություն է Աստծո դեմ։ Արդ ով որ կարողանա աշխարհի բարեկամ լինել, իր անձը Աստծո թշնամի կանե։ Հակոբոս առաքյալը շատ նրա ոճը բան է, շատ ուղիղ, ուղիղ, ուղղամիտ, չի փնտրում ինչ-որ որոշ նրբություններով խոսել եւ այլն, ինչը որ վայել է ճշմարտությանը, ճշմարտությունը պետք է հստակ լինի, հստակ ասվի, այնպես չէ։ Ուրեմն եւ նաեւ Հռոմայեցիս 5-րդ գլխի 12 համարը, որտեղից մենք իմանում ենք, թե այդ բնույթը որտեղից է սկիզբ առել։ Հռոմայեցիս 5:12 ասում է. սրա համար, ինչպես մեկ մարդի ձեռովը մեղքը մտավ աշխարհ, եւ այն մեղքովն էլ մահը, եւ այսպես մահը ամեն մարդկանց վրա տարածվեցավ։ Ըստ որում ամենքը մեղանչեցին։ Այստեղից է գալիս այդ աշխարհի մեղավոր բնույթը, նրա թշնամի բնույթը Աստծո հետ։ Հիմա ես կփորձեմ հնարավորին չափ հստակ եւ ավելի արագ անցնել, հույս ունենալով, որ մեր ունկնդիրները իրենք էլ կկարողանան հետո ավելի խորը ուսումնասիրություններ անել, որ կարողանանք մենք մեր ժամանակի մեջ տեղավորվել։ Մենք նույն Հակոբոս առաքյալի թղթի այս անգամ առաջի համարը, առաջի գլխի, կներեք, առաջի գլխի 13-ից 15 կարդանք։ Ուրեմն Հակոբոս առաջի գլուխ 13-ից 15-ը։ Տեսեք ինչ է ասում։ Ոչ ով որ փորձության մեջ է, չասե թե Աստվածանից եմ փորձվում, որովհետև Աստված չար բաներով չի փորձվում, ինքն էլ ոչ մեկին չի փորձում, բնական է չար բաներով կամ չար նպատակներով։ Բայց հիմա ուշադիր լսենք, թե այդ աշխարհ ասածը ինչ ձևով է մեր մեջ տեղավորված։ Բայց ամեն մեկը փորձվում է բուն իր ցանկությունից հրապուրված եւ խաբված, եւ այնուհետեւ որ ցանկությունը հղացած է, ծնվում է մեղք, եւ մեղքն էլ երբ որ կատարվում է, մահ կծնի։ Ուրեմն այստեղ շատ հետաքրքիր մի զուգահեռ կա, մանավանդ երբ որ ասում է մահ կծնի, մենք տեսնում ենք, որ այս վարվելակերպը կարող եմ ասել կամ այս երևույթը մահ է ծնում։ Հետո կտեսնենք, որ այդ բառը նույն բառը չէ, ինչ որ մեղք ծնելու, ստեղ ավելի հունարեն ասում է մահ է առաջ բերում կամ արտադրում։ Ուրեմն հետաքրքիրը այն է, որ մենք դեռ սկզբից, Աստվածաշունչի դեռ սկզբից գիտենք, որ
այնտեղ կար մի ծառ, բարի չարի գիտության ծառ, որից ուտելը մահ էր։ Նրանից ուտելը մահ էր առաջացնում, մահ էր արտադրում, որ ես կոչել եմ մահվան սկզբունք։ Այդ ծառի բնույթը մահվան սկզբունք է։ Եվ ինչպես կարդացինք Հռոմայեցի 5:12-ի մեջ, այդ տեղից արդեն, այսինքն ինչպես մեկ մարդի ձեռքով այդ մահվան սկզբունքը մեղքը մտավ աշխարհ եւ այդ մեղքով էլ մահը, այսինքն բոլորս դարձանք մահկանացու եւ հետեւաբար այդ մահը արտադրվեց առաջացավ եւ այդ մահը տարածվեց բոլորի վրա, այն մտավ այս առարչության մեջ որպես աշխարհ եւ տարածվեց բոլորի վրա, ըստ որում բոլորը մեղանչեցին, ասում է, այսինքն բոլորը ժառանգեցին այդ տեսակ բնույթ, մեղավոր բնույթ, որը մենք գիտենք մեղքի օրենք ասածով, որ մարդու մեջ մյուս կարողությունների հետ աճում է, մեծանում է փոքր ժամանակվանից եւ այդ բնույթն է, որ կոչվում է աշխարհ եւ այստեղ ուզում եմ, որ այս համարը ուրեմն Հակոբոսի առաջի գլխի մանավանդ 14 համարից 14 եւ 15 համարները ավելի մանրացնենք, փորձենք տեսնել այստեղ ինչեր կան թաքնված։ Այստեղ մենք հանդիպում ենք, օրինակ ասում է, մեկը փորձվում է բուն իր ցանկությունիցը։ Ցանկություն, այստեղ ցանկությունը այն դրական փափակները չեն, որ մարդը ունի։ Այս բառը նշանակում է ցանկություն, բայց մարմնական ցանկություն։ Այս ցանկությունը ուրեմն ցանկասիրությունն է, ուրիշ բառով ասեմ, ռուսները ասում են պոխըց, դա ժելանիե ասածը չի, այսինքն ցանկանալ, պարզապես ցանկանալը չի։ Ցանկությունը միշտ նեգատիվ է հնչվել Աստվածաշնչի մեջ, նեգատիվ երևույթ է, բացասական։ Բացի եթե ցանկանում ենք Աստծո ճանաչել, դա կարիք է, ժելանիա, այ որ ասում եք, այդ դա է։ Կարիքը նուժդան է, դա ինչև է, ճարիբան չանենք։ Ուրեմն ես կարծում եմ, որ մենք պետք է ճիշտ հասկանանք, եթե մեկը ուզում է հունարենը տեսնել, որ այդպես է, ես այստեղ այդ բաները ուսումնասիրել եմ, որ էպիտումիա ասածն է, որը նշանակում է հենց դա, այսինքն կրկոտ մարմնական ցանկություն։ Տեսնում ես, ուրեմն այս մարմնից ծնված մարմին գաղափարը, որ մենք ունենք, նրա մեջ այսպիսի բնաստային, գիտակցա բնաստային, չգիտեմ ոնց ասեմ, որտեղ մենք մի տեսակ խառնուրդ ենք, դրա համար էլ այդտեղ կա այդպիսի կրկոտ ցանկություն, կարող ենք ասել նաև տենչանք մեր մեջ։ Եվ այստեղ մի ուրիշ բաներ ենք կարդում, որ դրանով հրապուրվում ենք, հրապուրանք բառն է գործածված։ Այստեղ հրապուրանք բառը ուրեմն այնպիսի բնույթ ունի, որը ուրեմն գերվելն է, գերվել մի բանից, կամ ասենք տարվել, այն որ ասում են այս մարդուն տարել է, այսինքն նա հրապուրվել է, այդպես տարվել է, և գիտեք ինչ, նաև ավելացված է այստեղ և խապված, այստեղ խապված բառն էլ հետաքրքիր բառ է, որովհետև եթե հրապուրանքը ես նորից դիմեմ ռուսերենին, որտեղ մեր ունկնդիրները ավելի տեսուն գիտեն, հրապուրանքը ուբլիկաց բառն է, ուբլիկաց, իսկ խապկանքը ուրեմն թարգմանված է
աբալշատ, այսինքն աբալշատը իր մեջ հասարակ խապկանք չի, որ ասենք սխալ հասկացավ կամ խապվեց եւ այլն, հապա իր մեջ ունի գայթակղվելու կամ հմայվելու գայթակղվելու գաղափար, ուրեմն սա գիտեք ինչի է նման, ավելի մատչելի դասնելու համար ասեմ, նրանք ովքեր որ գիտեն ձկնորսություն եւ այլն, երբ որ խայծը գցում են, ձկանը եւ հրապուրում են եւ խափում են, բարձր չէ, ուրեմն նա հրապուրվում է այդ ուտելիքով ու խափվում է, որովհետեւ թեև այդ ուտելիքը ճիշտ է, ինքը ձգտում է դրան ուտում է, բայց բանից վարվում է, հետևը խապկանք կա, գայթակղություն կա եւ նա ուրեմն այդ պատճառով բռնվում է։ Այս տեսանկյունից եմ ուզում, որ մենք կարդանք եւ տեսնենք այս թաքնված բաները։ Եվ այնուհետև ասում է, այդ ցանկությունը հղացած է, ուրեմն այստեղ հղանալ էլ կա, բանից վարվում է, եւ այս հղացումը ուրեմն այսպես ասեմ ցանկության հղացումը եթե ցանկությունը փոխեցնե ինչպես հասկացանք սա բեռնավորվում է սա նախ հղացումից առաջ բեռնավորվում է բեռնավորվելու խնդիրը կա այստեղ, թե ինչպես է լինում, որ ցանկությունը բեռնավորվում է, մեծանում է եւ հղանում է, հղացում գոյություն ունի ցանկության, ավասիկ հետաքրքիր մի բան է, եւ քանի որ այդ ցանկությունը իրանից ներկայացնում է այդ տենչանք այդ գիրքը, ուրեմն պատկերացրեք, թե նրա հետ նաև ինչեր է հղանում է այն, ոնց ասենք հայերեն, ուրեմն ազդակը, իմպուլսնի, մարդիկ դառնում են իմպուլսիվ, այսինքն ագրեսիվ ազդակներով սենց շարժվող, հասկանում ես, մենք շուտով հիմա մի ուրիշ տեղ կկարդանք, այդ մասին կտեսնենք ինչի նկատի ունի։ Այնուհետև այստեղ հաջորդը տեսնում ենք, որ այս հղացած ցանկությունը ծնում է մեղք, ուրեմն երբ որ խոսեցինք Հռոմեացիս 5:12-ի մասին, որ առաջին մարդով մեղքը մտավ, ուրեմն ծնվել է այնտեղ։ Ուրեմն այս բնույթը այնտեղ է ծնվել եւ այս բնույթը մենք ժառանգապես այդպես ամբողջ աշխարհով տարածվում է եւ բոլորս դառնում ենք այսպես մեղավոր, այսինքն մեր մեջ այս տեսակ բնույթը ես ցույց եմ տալիս, չմոռանանք, որ այս տեսակ բնույթն է կոչվում աշխարհ, որը որ պետք է չսիրենք։ Դուրս է գալիս, որ մենք մեր Եսի մեղավոր բնույթը չպետք է սիրենք։ Սա է աշխարհը չսիրելը։ Հետո նոր դուրս գանք մեր նմաններին փնտրենք ու նրանց տեսնենք որպես, բայց մենք էլ ենք, չէ՞ այդպես։ Մենք էլ ենք կնոջից ծնված, մեղքով հղացած եւ այլն, ինչպես Դավիթն է ասում։ Շատ լավ։ Ուրեմն եւ վերջում մենք կարդում ենք, որ թեև ուրեմն այսինքն ցանկությունը հղանում է ծնում է մեղքն էլ երբ որ կատարվում է հետաքրքիր է մեղքի կատարումը ուրեմն այստեղ այդ կատարումը շատ հետաքրքիր է երբ որ կարդում ենք Պողոսի Հռոմեացիսի 7 գլուխը, որ տեսնում ենք, որ անգամ եթե չի ուզում, բայց անում է, բայց կատարում է, ուրեմն տեսնում եք այդ բնույթը այնքան ուժ ունի, այնքան զորավոր է, որ գերի է բռնում, եւ անգամ եթե չի ուզում, նա է կատարում, եւ այդ պատճառով է, որ Պողոսը եզրակացնում է, որ ուրեմն կա մի մեղքի օրենք, որը կարողանում է գերի բռնել։ Ու այս վիճակը անվանում է խղճալի։
ինչ խղճալի մարդ եմ ես, ով կազատի ինձ այս մահկանացու, քանի որ մահկանացու մենք եղել ենք այդ պատճառով, այդ բնույթի պատճառով մարմնից։ Եվ վերջում արդեն հետաքրքիր այն է, որ սա էլ ծնում է, կամ ինչպես ես ասացի, այստեղ ուրիշ բառ է գործածվում, արտադրում է կամ մեջտեղ է բերում, հետևանքը մի խոսքով լինում է մահ։ Եվ սա էլ մեզ հիշեցնում է այն ծառի բնույթը, որ ասեց սրանից որ ուտեք կմեռնեք, այսինքն հետևանքը սրա արտադրանքը մահ է։ Հիմա այսքանից հետո կուզեի, որ մենք տեսնենք մի սիրեք աշխարհը եւ ինչ որ աշխարհի մեջ է։ Հիմա հետաքրքիր է թե այդ աշխարհի մեջ լինող բաները, որ չպիտի սիրենք, դա ինչ բնույթ ունի։ Աշխարհը հասկացանք։ Հիմա նրա մեջ եղողը։ Դրա համար եկեք կարդանք Եփեսացիս թղթի 2-րդ գլուխ, չեմ 3 համարներ։ Ասում է. «Եվ դուք, որ մեռած էիք հանցանքներումը եւ մեղքերումը», այսինքն մեր այդ մարմնից ծնված մարմին բնական վիճակն է, բոլորիս, որոնցում մի ժամանակ գնում էիք այս աշխարհի սովորության պես, եւ այդ աշխարհի սովորությունը նկարագրում է որպես օդի իշխանության իշխանի պես, այն հոգու պես, որ հիմա ներգործում է ապստամբության որդիների մեջ։ Այ քեզ ապստամբության որդիների մեջ, որոնց մեջ մենք ամենս էլ մի ժամանակ մանեինք գալիս, մեր մարմնի ցանկություններումը, մարմնի եւ մտքի կամքը կատարելով, ես որ կատարում ենք, որ մահ է բերում, եւ բնությամբ բարկության որդիկ էինք, ինչպես ուրիշներն էլ։ Ուրեմն սա նշանակում է այդ աշխարհի մեջ եղող բաները։ Հետաքրքիր է այն փաստը, որ այստեղ ըմբոստացումը, ուրեմն մարմնավորում է առաքյալը, կներեք, ըմբոստացումը, ապստամբությունը մարմնավորում է եւ ասում է որդի ունի։ Ապստամբության որդի։ Հետո էլ մարմնավորում է բարկությունը, բարկության որդի։ Ես շատ հետաքրքրվեցի սրանով, մտածելով, թե սա ինչ կարող է լինել։ Ուրեմն ապստամբության որդի զարմանալի է, ես կասեի այն բնույթը, այն մոլերանտ բնույթը, որտեղ այստեղ մեզ նկարագրված է, թե մենք ինչպիսին էինք, մեր բնական վիճակը, մեր այս մեղավոր բնույթի վիճակը, որ խիստ մոլերանտ ես կասեի եսասիրության այս վաղանցիկ կյանքում, այս կարճ ժամանակվա մեջ ուզում է այդ բնույթը, ուզում է փառավորվել, շահել եւ զվարճանալ, հաճույք վայելել։ Տեսնում եք, այս բաները զարմանալի են, բայց ամեն ինչ ոնց որ sense նպատակասլաց ձևով այդ բաները բավարարելու համար է։ Ահա թե ինչ կա դրա մեջ, ուրեմն աշխարհասիրության ձևերը թաքնված է ուրեմն ես ուրեմն նորից կարդամ մարմնի եւ մտքի կամքը կատարելով, այսինքն այդ բաները գտնվում են մարմնականի եւ մտքի մեջ, որը վերջում կատարելով իհարկե մահ է ծնում։
Այս է որ մենք կարողանում ենք նույնացնել այս երկու համարները տեսնելու այդ բաները եւ խնդիրը ինչու՞մն է որ մարմնի մտքի ուզածը մարմնի գործերով է արտահայտվում այսինքն այդ ձևով է կատարվում այդ բնավոր բնույթի մարմնի կամ ուզած գործերը, երբ որ կատարվում են մարմնի գործեր ասածով։ Այսինքն մարդու մեջ եռման process առաջանում եւ որը չի երևում եւ ժամանակի ընթացքում դրսևորած արդեն սկսում է դրսևորվել։ Եվ սկսում է դրսևորվել, որովհետեւ ինչպես ասացի, այդ աշխարհի բնույթը պահանջում է, ուզում է նրա ինչպես սկզբից կարտացինք մարմնի ցանկություն, աչքերի ցանկություն, կյանքի ամբարտավանություն։ Այս ամբարտավանությունը ես նայեցի հունարեն մի բառ է, որ 30-ից ավել հոմանիշներ ունի։ 30-ից պատկերացնում եք ինչ բառ է սա։ Ինչպես օրինակ մի քանիսը ասեմ, հպարտություն, գոռոզություն, ինքնահավանություն, անձնահաճություն եւ այլ։ Կյանքի ամբարտավանությունն է սա։ Զարմանալի է։ Եվ միևնույն ժամանակ ուզում եմ ձեզ ցույց տալ, որ բարկության որդի ասածը բարկությունն էլ է մարմնավորում որպես հայր։ Այսինքն ցույց է տալիս, որ այս բարկությունը, որը նույնպես հետաքրքիր բառ է, այս բարկությունը, սա գիտեք ինչ է նշանակում։ Նշանակում է ուրեմն ոնց ասեմ, այդ իմպուլսիվ, սրա մասին է ասել, այդ ազդակով շարժվող, այսինքն առանց անգամ մտածելու, առանց բանի իր մեջի այդ բանը, ամբարտավանություն, այդ բանը շահը և պարքը բավարարելու համար, իմպուլսիվ ձևով մարդը գործում է և այս բառը նաև նշանակում է այրող, այսինքն վառող բնույթ ունի դիմացինի նկատմամբ և սա մեզ ում է հիշեցնում ով էր այս բարկության որդին դեռ սկզբից երբ որ իր եղբորը սպանեց տեսնում եք այս Կայենն է այդ բարկության որդին, որ Հիսուսը շատ անգամներ շեշտելով ասում է, որ նա մարդասպան է։ Ուրեմն մենք այս կապը անպայման պետք է տեսնենք, որտեղից է գալիս այդ առաջի մարդուց, որ այդ հատկությունը, այդ աշխարհը, այսպես ասեմ, աշխարհը մեր մեջ է, եւ այդ աշխարհի մեջ էլ կա բնույթ, այսինքն նրա գործերը Իսկ նրա գործերը դուք շատ լավ գիտեք նկարագրված է Գաղաթացի 5-րդ գլխի մեջ 19 համարի մեջ ասելով որ եւ հայտնի են մարմնի գործերը ահա ինչ են գտնվում աշխարհի մեջ որ են շնություն, պոռնկություն, պղծություն, գիճություն, կռապաշտություն, կախարդություն, թշնամություններ, կռիվներ, նախանձներ, բարկություններ, հակառակություններ, երկբարակություններ, բաժանմունքներ, չայնայվածքներ, սպանություններ, արբեցություններ, անառակություններ եւ ինչ որ սրանց նման են, որ առաջուց ասում եմ ձեզ, ինչպես էլ առաջուց ասում էի, թե այսպիսի բաներ գործողները Աստծո արքայությունը չեն շարանգի Okay, հիմա ինչպես անենք մեր խղճալի վիճակն է խղճալի մարդ ենք այո այս տեսակն ենք մենք չենք որոշել մենք ծնվում ենք այսպես հիմա ինչ պետք է լինի ինչ անենք որ ապրենք որ ազատվենք այս վիճակից, որ այս գերությունից, մեղքի օրենքի գերությունից ազատվենք, ինչ անենք, որ փրկվենք։ Ով կարող է անել։ Ոչ ոք չի կարող։
Սա նման է մի բանի, որ խորը փոսի մեջ ես, դու ինչ էլ անես չես կարող դուրս գալ։ Քեզ մի միջոց է պետք, փրկիչ է պետք։ Եվ այդ փրկիչը կա։ Սա է բարի լուրը։ Այդ փրկիչը կա։ Եվ այդ փրկիչը Աստված է մարմնացած, որ եկավ որպես Աստված մեզ հետ փրկիչի անունը կրելով, Հիսուս անունը կրելով, որ այդ գործը անի եւ այդ գործը արեց, կատարեց իր մահով, իր թաղումով եւ իր հարությամբ։ Այնպես չէ։ Ամեն։ Հիմա քանի որ այստեղ մենք կարդացինք, որ այսպիսի բաներ գործողները Աստծո արքայությունը չեն ժառանգի։ Դուք գիտեք, որ ահա թե ինչու Հիսուսը Նիկոդեմոսին Հովանու 3-րդ գլխի մեջ անմիջապես նրան ուղղեց վերստին ծնունդի, որովհետև միայն վերստին ծնունդի պատճառով է, միջոցով է, որ այս արքայությունը ժառանգվում է։ Առանց որի հնարավոր չի այս արքայությունը ժառանգել, որովհետև այս աշխարհը մեր մեջ է եւ այս աշխարհի մեջի եղածներն են մեր մեջ, այսինքն այս գործերը մեր մեջ են։ Անենք թե չանենք։ Ես մի անգամ ասացի, որ մեր մեղավոր լինելը որոշվում է, ապացուցվում է մահկանացու լինելով։ Հələ որ ոչ բարի, ոչ չար կապ չունի թե ինչ ենք արել։ Բայց քանի որ մահկանացու ենք, առաքյալը մեզ ասում է ուրեմն մեղքը կա, որտեղ մեղքի պատճառով է մահկանացու։ Այս աշխարհ բնույթը մեր մեջ մեղքի պատճառով է ի սկզբանե, մեկ մարդուց սկսած։ Մենք դա ժառանգում ենք։ Բայց բարի լուր կա։ Կա դրանից փրկվելու եւ վերադառնալու աստվածային պատկերին։ Եվ այնպիսի պտուղ առաջ բերելու, ինչպես Սուրբ Հոգու պտուղն է, որի համար օրենք էլ պետք չի, այսինքն պետք չի, որովհետև այդ պտուղը մեղք չկա դրա մեջ, մեղքի բնույթ չկա, աշխարհ չկա, աշխարհի պատկեր չկա, աշխարհի սեր չկա, բոլորովին ուրիշ է։ Կենաց ծառի սկզբունքն է։ Տեսնում ես, որը հավիտենական կյանքի սկզբունք է։ Հետևաբար ես ուզում եմ մի քանի համարներ կարդանք, տեսնելու թե ինչպես եղավ, որ վերստին ծնունդով այս երևույթ, այս աշխարհ երևույթի վրա հաղթություն ենք տանում։ Եվ դա սկսվում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի կատարած գործից եւ դրա համար կարդանք Հովանու 16-րդ գլխի վերջի համարը 33-ը Հովանու 16:33 մեզ ասում է այս բաները խոսեցի ձեզ հետ, որ ինձանում խաղաղություն ունենաք, աշխարհում նեղություն կունենաք, բայց քաջացեք, ես հաղթել եմ աշխարհին։ Տեսնում եք, այդ մեր մեղավոր բնույթին մեկը կա, որ հաղթել է։ Սա բարի լուր է։ Ամեն, միանշանակ։ Այո, հետո եկեք կարդանք Ռոմայեցիս 8-րդ գլխից, Ռոմայեցիս 8-րդ գլխի 37 համարը։ Ռոմայեցիս 8:37։ Բայց այս ամեն բաներումը առավել եւս հաղթում ենք նրա միջոցով, որ մեզ սիրեց։ Նրա միջոցով, որ մեզ սիրեց, այս ռանով ենք հաղթում։ Զարմանալի է, բայց իմանալ, որ մեկը կա, այսինքն մեր Տեր Հիսուս Քրիստոսը, որ մեզ սիրեց, դրանով հաղթում ենք։ Որովհետև այդ դեպքում է, որ նրա սիրո պատասխանը, նրա գենը, նրա որդին վերստին ծնունդով դառնում է այդ սիրո պատասխան, այլևս չի սիրում իր սեփական մեղավոր բնույթը,
չի սիրում այդ աշխարհը, ոչ էլ ինչ որ նրա մեջ է, հապա սիրում է նրան, որի կողմից ինքը սիրվեց։ Ամեն։ Ահավասիկ մի շատ կարևոր փոփոխություն։ Եվ այս փոփոխությունը անմիջականորեն կապված է վերստին ծնունդի եւ Աստծո արքայությունը մտնելու, տեսնելու հետ։ Ամեն։ Մի ուրիշ համար կարդանք առաջի Հովանու 4-րդ գլխի 4-րդ համարը, առաջի Հովանու 4:4 ասում է դուք Աստվածանից եք, որդյակներ, եւ հաղթեցիք նրանց, որովհետեւ ավելի մեծ է նա, որ ձեզանում է, քան թե նա, որ աշխարհից մեջ է։ Հազար խոսք։ Նորից ում մասին է խոսքը, նա, որ ձեր մեջ է։ Ով է մեր մեջ։ Մեր մեջ է ինքը, որպես Սուրբ Հոգի, որից ծնվում է հոգի, այսինքն հոգուց ծնվում է հոգի, այս ձևով է հաղթվում, ուրեմն այդ մեր մեջինը հոգուց ծնված հոգին, Աստծո որդին շատ ավելի զորավոր է, հարության զորություն ունի, մեղավոր բնույթը սպանելու և նրան փոխարինելու, հարության զորությամբ, որով մեր Տերն էլ սահմանվեց որպես Աստծո որդի, այսինքն այդ հարության զորությամբ։ Նաև հաջորդ գլխի մեջ կարդանք առաջի Հովանու 5-րդ գլուխ 4 և 5 համարներ։ Որովհետև ամեն ով որ Աստվածանից է ծնված, հաղթում է աշխարհին, և սա է հաղթությունը, որ աշխարհին հաղթեց, այսինքն ձեր հավատքը։ Շարունակում է ասելով, և ով է, որ հաղթում է աշխարհին, եթե ոչ նա, որ հավատում է, թե Հիսուսը Աստծո որդին է։ Դու ես Քրիստոս, կենդանի Աստծո որդին։ Ահավասիկ ուրեմն այս հիմնական Քրիստոսի վարդապետությունը, եթե կուզեք։ Ես միշտ ասել եմ, որ Քրիստոսի վարդապետությունը հենց ինքն է։ Եվ հենց այդ ինքի վրա է ինքը կառուցում իր եկեղեցին։ Այսինքն բոլոր այդ փրկվածներին, բոլոր այն որդիներին, որոնք պետք է գա ժամանակ, որ պիտի հայտնվեն, եւ այդ անեծքը, այդ ցավը, այդ հառաչանքը բոլոր առարչությունից, բոլոր ստեղծվածներից պիտի ազատի։ Ամեն։ Այս աշխարհ կոչված, հասկանում եք, ուրեմն թե մեր ներսից, թե դրսից բոլորից պետք է ազատվի։ Եվ այս անողը ինքը Աստվածն է մարմնացյալ, այսինքն մեր Տեր Հիսուս Քրիստոսը, ինչը որ արեց։ Դրա համար ամեն փառք նրան է պատկանում։ Ամեն։ Ուստի այս կանով ավարտենք, ես ուզում եմ ուղղակի որ աղոթենք եւ բոլորս միասին մեր սրտի սերը, համաձայնությունը եւ ինչ որտեղ ուրախությունը արտահայտենք այս բարի լուրի համար։ Ամեն։ Հարց Տիրոջը, շնորհակալ ենք Հովհաննես եղբայր, ճիշտ ասած ես մի հարց ունեի, րոպեներին նայելով դեռ ուրեմն 5 րոպե ունենք եւ փորձեմ հարցս տալ եւ ձեր արագ պատասխանի ակնկալիքով տեսեք դուք ընդհանուր բովանդակության մասին խոսացիք աշխարհի եւ հոգեոր կյանքի տարբերությունը աշխարհը սիրելու արդյունքը եւ հոգեոր կյանքի արդյունքը իշքան տարբեր են բայց գալով կենտրոնանալով կրոնական այսպես ասած երևույթի վրա որովհետեւ իրոք երբեմն նկատում ենք որ հոգևոր կյանքը երբեմն մի քիչ սուր ասեմ կեղծիքի վրա սարքած է լինում, այսինքն կյանք թվում է թե հոգևոր է, լրիվ արարողությունների, այսինքն շատ լավ կատարվում է ամեն ինչ եւ մենք կարծում ենք որ մենք հոգևոր ենք, որովհետեւ այս Հակոբոսի առաջին գլխի 13-րդ խոսքը շատ գեղեցիկ ասում եւ այստեղ կրոնական հենքի վրա է կառուցում այդ աշխարհասիրությունը եթե նկատենք
ոչ ոք թող չասի, որ փորձվում է Աստծուց։ Նկատում եք, այստեղ ինչ-որ կրոնական քող կա։ Մենք փորձում ենք այդ այսինքն տեսք ընդունել հոգևոր, որ Աստված մեզ մենք հոգևոր ենք եւ Աստված մեզ փորձում է դա կարծես թե ճղում է Հակոբոսը բացատրելով թե ինչու՞մ է խնդիրը եւ 16-րդ խոսքը շատ կարճ խոսք է եւ այստեղ կարծես բանալի համար է բանալի խոսք ասում է մի խաբվեք նկատում եք մարդու բնույթը այնպես է որ սիրում է խաբել ինչ-որ կրոնական տեսք տա բայց այդ կրոնքը Աստված Հիսուս ինքը սարքել է այդ մեջ այդ աշխարհը կարծում եք որ դա էլ շատ կարևոր նյութ է որ պետք է դրա մասին խոսվի այսինքն մենք կրոնական աշխարհ ենք սարքում մեր մեջ որ ընդհանուր կապ չունի ոչ Աստծո հետ ոչ Հիսուսի հետ եւ դրա անունը դնում ենք այսինքն հոգեվոր կյանք շատ հարցս չեմ կարծում որ մի քանի րոպե կհասցնեք բայց ոչ միայն մի ժամի հարցը մի քանի օր պատասխան է պահանջում բայց ես փորձեմ նման ձևով պատասխանել իմ կարծիքը որ այստեղ մենք գործ ունենք զուտ ճշմարտության եւ ճշմարտանմանի հետ ուրեմն ճշմարտանմանը երկու հոգևոր սերմերի խառնուրդ է ճշմարտության եւ ստության դա դառնում է ճշմարտանման կամ ստանում է աստվածպաշտության կերպարանք բայց նրա զորությունը եւ այդ զորությունը նրա զուտ սուրբ լինելն է ճշմարտության միակ զուտ եւ սուրբ առանձնակի բացարձակ լինելն է նրա մեջ որևէ խառնուրդ աղավաղում է եւ նրան դարձնում է թշնամի Աստծո հետ անկամ եթե մեծ մասը ճշմարտություն է պարունակում ճշմարտանման է բավական է մի փոքր վերջ նա արդեն վարակված է վերջացած է Աստծո ուզածը զուտն է եւ նա երբ որ եկավ կատարեց իր գործը չասեց ես ճշմարտանմանն եմ ասեց ես եմ ճշմարտություն պատկերացրու որ Հիսուս ասեր ես ճշմարտանման եմ ինչ պիտի լիներ մեր օրը կլներ այն ինչ որ դու ասում ես կլներ այդպիսի խառնուրդ եսի աշխարհի եւ Աստծո արքայության խառնուրդ այսա է հիմա կրոն բառը դարձել է մի այնպիսի երևույթ որ բոլորը ինչը որ մյուսի մոտ իրենց դուրը չի գալի նրան ասում են կրոն է այն մյուսներ սրան է ասում կրոն է եւ այլ այսինքն այդ կրոնը որ իսկապես մի բան է որ Աստծո ճշմարիտ որ Աստված իսկապես Աստծո ճշմարիտ երեսը թաքցնում է ծածկում է կրոնը սա ճշմարտություն է եւ ծածկում է ինչ ձևով այդպես ճշմարտանման դարձնելով նա անմիջապես ծածկվում է այդտեղ իրենը զուտն է հետեւաբար ինչպես իմանանք ով է մենք չենք կարող իմանալ մեզ տրված չի սրտեր քննել Աստված ճանաչում է իրեններին եւ Աստված իրեններով կառուցում է իր եկեղեցին իրենները վերադառնում են իրեն եւ վերջ Հովանես կարող ենք այսպեսի մի բանաձև փորձենք փոքրիկ բանաձև կառուցենք մեզ համար որ առաջին հանգամանք ինչ որ անում է գործը Աստծո խոսքը մարդու մեջ իր տալով ծնունդ սա է սովորեցնել մարդուն չխաբվել որովհետև մարդու բնույթը սիրում է խաբվել մարդը իր բնույթով գիտեք ոնց որ չի բարձրաձայնում բայց ասում է խաբեք ինձ ինչ կնի մի քիչ էլ խաբեք այս եւ այդ խաբկանքներով թե կրոնական հողի թե ընդհանրապես մարդիկ սիրում են ապրեն այդ իլյուզիաներով խաբկանքը որտեղ իլյուզիա է կառուցում այդ ռոզովի ակնոցներ որ ասում են հա այս չխաբվելու արվեստը
ես վստահ եմ, որ Աստծո որդիները պետք է դա սովորեն, չխաբվել, հարաբերվելով ճշմարտության հետ, մեր մեջ պետք է ուժ ունենանք, սիրենք չխաբվելը, սիրենք անկեղծությունը, սիրենք լույսը, սիրենք պարզությունը։ Ես վստահ եմ, որ դա գառանտիա է, որ Տիրոջ հոգին հայտնի մեզ բացարձակ ճշմարտությունը։ Իսկ եթե մենք դեռ շարունակում ենք սիրել խաբվել, սա չի կարող մեզ տանի ճշմարտությունը ճանաչելու եւ չսիրելու աշխարհի այդ ուրեմն ուժը չենք ունենա։ Ինչ կասեք։ Մի քանի նախադասությունով եւ վերջացնենք։ Բարթացրեցի հարցը։ Իսում է քո այդ հարցադրման մեջ կա պատասխաններ կա։ Որովհետեւ բոլորս էլ դա գիտենք, բոլորս էլ հասկանում ենք։ Մեզնից պահանջվում է պարզապես անկեղծ լինել Աստծո առջև։ Ամեն։ Սիրել անկեղծ։ Թափանցիկ, բաց եւ խոնար։ Ամեն Հովանես է։ Շատ ճիշտ է։ Այս այն հանգամանքը, որ մարդը ինքն իրեն բարձրացնում է, հպարտանում է, զգույշ պետք է մնա, որ չընկնի, որտեվ երբեմն տեսնում ենք այնպիսի հաստատամտություն, որ ես հաստատ կանգնած եմ, մեր եկեղեցին հաստատ կանգնած է, դա ինքնախաբերություն չի։ Ես կարծում եմ, որ դա ինքնասիրության, եսասիրության, կոլեկտիվ էգոիզմի արտահայտում է։ Մենք զգույշ պետք է մնանք սրանից, որտեվ այո, հետաքրքիր բան ասացիք։ որովհետև այդտեղ էլ աշխարհ կա։ Եթե մեր եսը կա, ուրեմն այդ աշխարհը այդտեղ էլ կա։ Միանշանակ։ Եթե ես խոսեցի, անձնավորեցի մի անձնա, ասենք աշխարհը իմ մեջ, քո մեջ, ապա ինձով, քեզմով եւ մյուսով կառուցված եկեղեցին նույնպես ստեղծում է մի հատ ես։ Եվ մենք տեսնում ենք այդ Աստծո օտար աշխարհ, որը կապ չունի Աստծո հետ, կրոնական աշխարհ, այդպիսի եսերի բազմաթիվ կառույցներ, որոնք չեն կարողանում մեկը մյուսի միանալ, որովհետև ամեն մեկը ուզում է իր ինքնությունը պաշտպանել, որովհետև շատ հպարտ է ասելու, որ ինքն է ճշմարտության տերը։ Դրա համար Աստված սիրում է խոնարհներին եւ բարձրացնում է։ Շատ լավ, Հովանես եղբայր, ձեր աղոթքով ավարտենք մեր եթերը։ Մի քիչ էլ հարցականներ թողենք, որ մենք էլ խորենք դրա մասին, չէ՞։ Բացահայտենք, սիրենք բացահայտենք։ Եթե չթողես, Աստված ինքը կմտցնի հարցականներ, որ իրանք կընտրես։ Ամեն։ Երբեմն Աստված թաքնվում է, սա մի ուրիշ թեմա է, բայց ես ասեմ, որ Աստված թաքնվում է, Աստված երբեմն իր երեսը ծածկում է, Աստված երբեմն մտադրված բացակայում է, որպեսզի իրենները իրեն փնտրեն։ Ամեն։ Բայ ուր է։ Շատ ճիշտ է, այո, կա տանց բան։ Եվ սա անպայմանորեն սիրո արտահայտություն է։ Դավթի սաղմոսների մեջ շատ հաճախ ենք հանդիպում այդ երևույթները, ուր ես տեր, փնտրում եմ քեզ։ Այո։ Աղոթենք եղբայրս։ Փառքես Տեր։ Մեր սիրելի երկնավոր Հայր, դարձյալ շնորհակալ ենք այս հաղորդման համար, այս առիթի համար, որ քո անունդ բարձրացվեց եւ խոսեցինք քո մասին, որովհետեւ մեր սիրտը, մեր միտքը, մեր ամեն ինչը կապված է քեզ հետ սիրով եւ մեր ուրախությունը սա է, երբ որ քո խոսքդ խոսվում է եւ նա ազդեցիկ է եւ գնում եւ փնտրում է քո որդիներին նրանց գերությունից ազատելու համար։ Եվ այսպիսով քո գերագույն ծրագիրը կատարելու համար։ Շնորհակալ ենք ամեն բանի համար, որ դու անում ես մեր կյանքերում, Տեր, առաջնորդիր մեզ քո Սուրբ Հոգովդ, քանի որ մենք քո որդիներն ենք։ Շնորհակալ ենք։ Եվ իհարկե մենք մեր սեփական անձի անունով չէ որ այս բաները խնդրում ենք, հապա որպես քո որդի
միմիայն երկնքի տակ տրված այդ միակ անունով ենք խնդրում, Ամեն։ որն է Հիսուս անունը, քո փառքից համար, ամեն։ Ամեն, ամեն։ Փառք հրաշալի թեմա, մեզ լուրջ մտածելու առիթ տվող եւ վերստին անգամ վերանայելու մեր հոգեվոր կյանքը արդյոք խապված ենք, թե իրոք ճշմարտության մեջ ենք, արդյոք սիրում ենք աշխարհը, թե սիրում ենք Աստծուն։ Սրանք լուրջ հարցեր են, որ ժամանակ առ ժամանակ պետք է վերանայենք եւ շնորհակալ լինենք Տիրոջից իր խոսքի համար, որ բացահայտում է։ Սիրենք Տիրոջ խոսքը, որովհետեւ նա բացահայտում է։ Հովանես եղբայր, շնորհակալ ենք շատ եւ վստահ որ հաճախ կմիանանք եւ նորից կլսենք այն խոսքը Տիրոջից, որ դուք ունեք։ Տեր օրհնի ձեզ, եղեք օրհնված, պատղաբեր եւ հաջողված։ Սելի բարեկամներ, այսպեսին էր մեր եթերը եւ շնորհակալ եմ, որ միացաք։ Առավել շնորհակալ եմ նրանց, ովքեր կիսվեցին այս եթերին իրենց ընկերների հետ։ Այսօր դուք կարող եք նաեւ այս եթերի ուրեմն նկարահանված եթերը դիտել Facebook YouTube-յան էջի մեջ, որ կա մեր Facebook-ի մեջ լինքը եւ կիսվել։ Տեր օրհնի ձեզ, մնացեք խաղաղությամբ։ Մանրանաթա, Տերը շուտով գալու է։